Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս արգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե մաղթում, որպիսի անկախ անձրևից ձեր դեմքին ժպիտը չպակասի։ Փետրվարի 10-ը օրը երեքշաբթի ուղիղ եթերում այս առավոտ ձեզ համար սիրով կաշխատեն Լուսինե Մուրադյանը Եվ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Բարի լույս եւս մեկ անգամ մենք պատրաստ ենք աշխատանքային օրվան։ Մենք ժպիտով ենք սկսել օրը, հատկապես երբ հանդիպում ենք աշխատանքի գալուց, միշտ ժպիտով իրար ողջունում ենք, նույնը խորհուրդ ենք տալիս նաև ձեզ, ժպիտով սկսեք առավոտը եւ կտեսնեք, թե որքան գեղեցիկ կլինի կյանքը։ Անձրևն էլ վայելեք իմիջայլոց։ Վայելեք անձրևը, նաև վայելեք դրական եղանակը 3 աստիճան տաքություն այս բան Երևանում։ Բարի լույս բոլորին։
Սուրճ ու սեր առավոտից։ 9:36 կրկին ասում եք բարի լույս բոլորին, ովքեր այսպես են լսում, դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, իսկ եթե չգիտեք, թե ինչպես մեզ լսել եւ դիտել, ապա FM 107 եւ 7 հաճախականությունը մայրաքաղաքում է եւ հարակից հատվածներում, մարզերում փոխվում է հաճախականությունը, յուրաքանչյուրդ գիտեք ձեր հաճախականությունը ըստ մարզի եւ իհարկե on-line հարթակը մեզ օգնական armradio.am կայքեք մուտք գործում, դիտել կոճակն եք սեղմում եւ այդ տարբերակով մեզ դիտում։ Իհարկե Հայաստանի հանրային ռադիո Հայատար գրում եք Facebook-յան հարթակում, եթե դեռ չեք միացել մեր տանը եւ հետեւում live-ին նաեւ այդ տարբերակով չեք մոռանում ուղարկել ձեր ջերմ խոսքերը, սրտիկները, փուչիկներն ու պաչիկները, մենք անհամբերությամբ սպասում ենք։ Այսօր ինչ որ առանձնակի բարձր տրամադրությամբ ենք սկսել։ Լսիր, ինչ որ էներգետիկ, հա, ես սիրում եմ անձրև իրականում, ես շատ սիրում եմ անձրևը, որովհետեւ մի տեսակ մաքրող հետաքրքիր ասոցիացիա կա, մաքրում է վատ տրամադրությունը, մաքրում է օդի աղտոտվածությունը, այո, սա եւս շատ կարեւոր է, այնպես որ եկեք չխուսափենք անձրևներից, հատկապես որ հաճախ նաեւ շատ ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում անձրևը, եթե ճիշտ երաժշտության ներքո է։ Մենք այսօր մեր playlist-ում ունենք անձրևին վերաբերող գեղեցիկ կատարումներ, հայկական կատարումներ։ Հենց անձրև է գալիս, մենք ունենք երգեր, որոնք պարտադիր հանում ենք պահոցից, այո։ Եղանակ այս պայն 3 աստիճան տաքություն է մայրաքաղաք Երևանում, հանրապետության տարածքում առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախարան անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում Նաև բուք է սպասվում, այո, նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Բայց այսօրվանից նաև վաղ առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դե բնական է որ կլինի, իդեպ որոշ հատվածներում, եթե մեր կենտրոնում մենք միմիայն անձրև ենք վայելում, ապա ձնախառն անձրև է որոշ հատվածներում, երևի թե բարձրադիր հատվածներում։ Այո, Երևանում նույնպես ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում։ Մարզերից եւս մեզ գրեք, հարգելի ռադիոլսողներ, հասկանանք ինչ է կատարում ձեզ մոտ 553702 կարող եք զանգահարել։ Հիշեցնենք, իսկ Երևանի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև է այս պահին, բայց օրվա ընթացքում եղանակը կլինի դրական նիշով պայմանավորված, մինչև 5 աստիճան տաքություն։ Դե լավ, ոնց ասես, եղանակով է նաև պայմանավորված թե օդային տարածքը, թե իհարկե, այսպես ասած, ուղակի ճանապարհները։ Հիմա տեղափոխվենք մեր Հայաստանի Հանրապետության ճանապարհները, տեսնենք ինչ իրավիճակում են, ժամի նիդրությամբ ենք տեղեկացնելու, որ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են եւ տեղեկացնենք, որ այն հատվածներում, որտեղ կարիք կա, մաքրման, աղավազով մշակման աշխատանքները շարունակում են տարվել։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սաստիկ բքի տեսանելիության բացակայության պայմաններում եւ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Հարգելի վարորդներ, զգուշացնենք Ջերմուկի Խաչմերուկից մինչև Սիսիանի Խաչմերուկ ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները եւ Մեղրու լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նորավան, Լծեն, Տաթև ավտոճանապարհը եւ Վարդենյանց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվար անցանելի։ Նաև տեղեկացնենք Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Անի, Արթիքի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հարգելի վարորդներ, մեզ մնում է եւս մեկ անգամ հորդորել ձեզ պահպանել զգոնություն, զգուշություն, երթևեկության բոլոր կանոնները պահպանեք, հիշեք, որ ձեր երթևեկությունից նաև կախված են կողքի երթևեկությունները եւ գուցե նաև ինչու ոչ ավտովթարներից խուսափելու համար։ Այ վթարների պակաս չունենք այս պահին մայրաքաղաք Երևանում, մենք հաստրեցինք նույնիսկ ֆիքսել, թե որ հատվածներում են ավտովթարները։ Ֆիքսել ես անձրև է գալիս, վթարները միանգամից շատանում են։ Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան երբ գալիս ենք Դեֆյուրնե այդպիսի փողոց ունենք մենք դեպի պետավտոտեսչության պակակետ այդ հատվածում է ավտովթար Շիրակի փողոցի վրա ունենք Մովսես Գորգիսյանի պուրակի մոտ, Սարալանջի վրա ունենք եւ Աճարան փողոցի վրա միանգամից 2 վթար։ Միանգամից 2 անել, այո։ 2 վթար ունենք, այս պայդրությամբ 4-ն են կարծես ավտովթարները Երևանում։ Իսկ խցանման սանդղակը 8 է։ Այո, բավականին խցանումներ կան, եթե
ծանրաբեռնված Շտապում են։ եք, ապա շուտ դուրս եկեք Իդեպ տանից։ նաև տեղեկացնենք, որ բացի խցանումներից երեք եւ այսօր փակ են որոշ փողոցներ, դրա մասին եւս առանձին կտեղեկացնենք, բայց այս պահին կարող ենք ասել, որ բոսորով ներկված բազմաթիվ փողոցներ կան, այսինքն կոնկրետ շատ ծանրաբեռնված փողոցներ կան։ Մեկ ավտովթարել նաև այս պահին մենք տեսնում ենք քարտեզի վրա Սարալանջ պողոտայի վրա իջնող Եվս, հատվածը ահա։ ունենք ավտովթար եւ ավտովթարով պայմանավորված այդ հատվածը դարձել է գերծանրաբեռնված։ Դժվար անցանելի, ահա։ Տեղափոխվենք օթային տարածք։ Գնացինք, տեսնենք ժամանումների սանդղակում ինչ է տեղի ունենում, Փառք Աստծո, թեպետ անձրևը եւ մառախուղ ամեն ինչ ժամանակին է, ոչ մի շեղում չկա այս պահին, երբ դիտում ենք սանդղակը, տեսնում ենք, որ ամեն ինչ կարգին է եւ կարծես թե օթանավակայանում աշխատանքը գնում է բնականon հունով Փառք Աստծո։ Տեսնենք ինչ կա չկա տարադրամի շուկայում եւ տեղեկանանք Հայաստանի կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 377 դրամ է, 1 եվրոն 448, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքը 408 դրամ է, վրացական 1 լարին 140 եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 102 դրամ է։ Հիմա ինչքան ուրախ են մարդիկ, որոնք մեկնում են տաք երկրներ։ Մի խոսքով ձեզ մաղթում ենք իհարկե լավ հանգիստ, արևի շողերը մեր փոխարեն էլ վերցրեք, Մենք կլանեք էլ եւ եկեք։ սրտից կարող ենք չբողոքել, որտեվ քիչ-քիչ Տաքանում է, անձրևն էլ եկեք վայել ենք ուղակի։ Ձուրդեր դրսում անձրև էր դարձյալ, շողքուլուսին դարձել են անձև, Մարգարիտներ, որ հոսում են դանդաղ, ոչ ոք չի տեսնում անձրև է ավաղ, երբ անձրև Դու շպտա Պարկիր օգնած քո աչքեր Եվ անշան Քեզ կայցել են տեսիլներ Ու կասեն Ինձ չես հիշում Դու հիմա Տխուր է այսօր գիշերներ երկար Քո հայացքում թախից կա օտար Թախից մի օտար Երբ անձրևն է թախցնում քո արցունքներ Դու շպտա Պարկիր հոգնած քո աչքեր Եվ այն ժամ Քեզ կայցել են տեսիլներ ու կասեն ինձ չես հիշում դու հիմա Երբ անձրևն է թախցնում քո արցունքներ դու շպտա Պարկիր հոգնած քո աչքեր Եվ այն ժամ Քեզ կայցել են տեսիլներ ու կասեն Երբ դու փակում ես օգնած քո աչքերը Քեզ այցելում են տեսիլներ
Սուրճ ու սեր առավոտից։ 9:46 մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրայինի ուղիղ եթերում։ Եվ ասում ենք բարի լույս, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, այո, ունենք շատ ջերմ, լավ տրամադրություն հարգելի ռադիոլսողներ եւ ուրախ ենք, երջանիկ ենք, որ այն կարողանում ենք նաեւ փոխանցել ձեզ, դրանք են փաստում են իհարկե մեկնաբանությունները, որ ստացել ենք։ Մեզ արև է ուղարկել Գայանե Այվայս Բալյանը, իդեպ Տիկին Այվայս Բալյան, մենք ձեր նամակները ստացել ենք։ Նաև ձեր ձայնային ենք ստացել։ Ձայնային եւս, այո, բոլորս, չէ։ Բոլորս, այո։ Այսպես միաժամանակ բոլորիս մոտ վարքյանների տարբերությամբ ծնգած մեսենջեր հավելվածը եւ բոլորը ստացանք ձեզնից այդ նամակները։ Հերիքնաս Կարեյանն է գրում բարի լույս ձեզ, բարին թող շատ լինի իմ ժողովրդին։ Լուսնե ջան, սպասումով հենց միանում եմ ձեր հաղորդմանը, արդեն ձեր բարի լույսը ժպիտով եմ ընդունում ու սուրճս վայելում ձեր խոսքերի ու գեղեցիկ երաժշտության ներքո։ Ես ձեզ շատ եմ սիրում, ես շատ եմ սիրում։ Հետո Facebook-ն անջատում եմ ու օրս անցկացնում ռադիո ունկնդրելով, ռադիոն իմ օրվա ընկերն է։ Հրաշալի է ուղղակի, որ ռադիոն ձեր օրվա ընկերն է։ Ասեմ, որ մեզ մոտ ձյուն է։ Հարգելի հերիքնաս, որտեղ եք բնակվում, այ դա է հետաքրքիր, որտեղ է ձյուն գալիս։ Ծովինար Գևորգյանն է գրում բարի լույս սիրելիներս, որքան էլ օրը մռայլ լինի, այն ձեզ հետ պայծառ է եւ հաճելի։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Ես քեզ շատ սիրում եմ։ Ինչի հիշեցինք այդ երգը։ Դե լավ։ Երգեր կան, չէ՞, այսպես կպնում են ամբողջ օրվա ընթացքում սկսում չեմ ուզում ամբողջ օրը հիմա հիշեցինք եւ վերջ անցանք գնացինք մոռացանք Փետրվարի 10-ն է օրը երեքշաբթի բացում ենք օրացույցը Ստավանդույթի եւ տեսնենք այսօրվա օրացույցը ինչ իրադարձություններով է հարուստ Նախ տեղեկացնենք, որ էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրն է, թեպետ ես ուզում եմ հավելել ու շեշտել, որ այս օրը մի քանի տարբեր այս միջազգային օրվա հետ կապված իրադարձային մի քանի տարբեր տեղերում եմ հանդիպել, կա նաև մարտին, որ նշվում է, այսինքն կարծես թե թյուրն բռնում է տեղի ունենում, պետք է հասկանալ որն է իսկապես էպիլեպսիայի դեմ իրազեկման եւ պայքարի միջազգային օրը, այս առիթով կարծում եմ շատ ճիշտ է բազմաթիվ մեկնաբանությունները եւ տարատեսակ հաղորդումներով անդրադառնալը, բայց հիմա այսօր էլ է նշվում, կա նաև մարտին նույնը։ Միգուցե։ Այո։ Աշխարհը այսօր նաև նշում է ապահով համացանցի միջազգային օրը, այն ամեն փետրվարի երկրորդ, երեքշաբթի օրն է նշվում։ Այդ օրը ավանդաբար մեկնարկում են տարբեր միջոցառումներ դպրոցներում, այլուր եւ փետրվարի 10-ից սկսած միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում իրենց ջանքերն են միավորում հանուն ավելի ապահով, արդյունավետ եւ ավելի լավ համացանցի։ Ինձ շատ հետաքրքիր է ինչ նկատի ունեն անվտանգ համացանց ասելով, այսօր հիշեցնում է, որ համացանցը պետք է լինի անվտանգ, պատասխանատու եւ բարեհաճ միջավայր բոլորի համար եւ թող մենք բոլորս լինենք ավելի ուշադիր, պաշտպանենք մեր անձնական տվյալները, իդեպ բազմաթիվ ռիլեր կան, որ մեզ սովորեցնում են ինչպես անել նաև երկակի, փասվորդներ դնել եւ այլն, քննադատաբար մոտենանք տեղեկատվության, այսինքն ինչ կա ճնգլ դղկլ կայքը գրում է հալած յուղի տեղ մի ընդունեք։ Եվ միայն վերնագրերը մի կարդացեք ու անցեք առաջ։ Կամ ռիլերով կարծիք մի կազմեք հաղորդումների մասին, շատ լավ է, որ երբ որ դիտում եք ռիլը, ի վերջո փոքրիկ գովազդն է։ Մուտք գործեք եւ կարծիք հայտնելուց առաջ պարտադիր նայեք ամբողջական կտորը, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է կոնտեքստից կտրվածը, թե չէ կա այսպիսի մի բան, մեկը ինչ որ բան է ասում իր ենթադրություններ ռիլով անում, լսում են իրենք էլ որպես իրենց կարծիք են տանում, հարգանքով շփվենք միմյանց հետ առցանց, շատ կարևորն է, ամենակարևորը։ Մենք տեսնում ենք հաճախ, թե որքան վիրավորանքների տարափը մեծ է սոցիալական հարթակներում, այն պարագայում, որ հենց այդ նույն մարդիկ, եթե դեմ առ դեմ կանգնեին են մարդկանց ում հայհոյում են, վստահաբար կարող ենք ասել, որ որևէ հայհոյանք չէր հնչելու եւ հատկապես ուզում եմ իգական սերին հորդոր անել, հատկապես իգական սերին չի սազում, ցավով ենք տեսնում, երբ կանայք, որոնք ունեն երեխաներ, թոռնիկներ, շատ գրեհիկ են արտահայտվում մեկնաբանություններում, մի արեք համացանցը այո դեռ չունի կարգավորումներ անվտանգային այդ առումով, բայց այդուհանդերձ ձեզ պատասխանատվությունից չի զրկում եւ ի վերջո օնլայն հարթակից դուրս կա օֆլայն կյանք, որտեղ կարող եք հանդիպել այդ մարդկանց դեմ առ դեմ եւ ինքնահաստատվել ի վերջո։ Հա, հիշեք թե ով եք իրականում դուք։ Այդպես էլ պահեք ձեզ նաև համացանցում։ Սա շատ կարևոր է դերերն ու տեղերը չխառնելը։ Անվտանգ համացանցը սկսվում է հենց մեզանից եւ այս թեմային մենք անդրադառնանք հաջորդ եթերաժամին մեր հյուրի հետ։
Այո, համակարգչի մակրության օրը կարծես սա անդրադարձանք, սա նույն զուգահեռ էսպես տոներ են երկու։ Եթե բառացի անվտանգ եւ դիտարկենք, մակրությունը համակարգչի, Տիգրանի մոտ ամեն օր այդ օրն է։ Ինձ մոտ միշտ մաքուր է իմ դեսքթոփը։ Մեկ այնքան շատ է մաքրում, որ կարևոր ինֆորմացիան էլ է ջնջվում։ Դե ոչինչ, հետո հետ եմ բեր, մի ներվեք։ Գնանք ազգային տոների Մի բան ուրախանանք։ Նահանգներում ինչպես միշտ հետաքրքիր տոներ կան, այսօր օրինակ պանրի կրեմով կարկանդակի ազգային օրն են նշում նահանգներում։ Պանրի կրեմով կարկանդակի օր։ Հետաքրքիր է, գիտես, ուզեցի փորձել։ Այո, Հովանոցի ազգային օրն են նշում այսօր Միացյալ Նահանգներում, բայց էլի քաղցր օր կա։ Շոկոլադե հրուշակեղենի ազգային օրն է։ Ոյ, այսօր մի շատ լավ խաղալիքի օր են նշում, այնտեղ Teddy Day, գիտեք, չէ, Փափուկ արջուկն է, Teddy արջուկը, որ գրեթե բոլոր փոքրիկները միշտ ունեն, իմ երեխաներն էլ են ունեցել, այդ Teddy արջուկը մի տեսակ շատ հետաքրքիր ֆունկցիա ունի փոքրիկների համար, կարծես ընկերը լինի ու շատ լավ է, որ օրինակ այդ խաղալիքի օրը կա։ Ինձ շատ դուր է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային օրացույցը ամենօրյա, շատ հետաքրքիր տոներ ունեն, իսկապես նախանձեցի, կուզեի մենք էլ ունենք նման տոներ։ Օրինակ երաշխիքների տան ազգային օրը։ Դե ոտ, ուզում հասկանալ, բայց ինչ երաշխիքի մասին է խոսքը։ Չգիտեմ։ Կարող ենք աբոյին հարցնենք իմիջայլոց, հետաքրքիր է, այո։ Գնանք առաջ Ռուսաստանում նշում են դիվանագիտական աշխատողի օրը, նաև Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օրն են նշում։ Դեմքեր ուսումնասիրելու օրը ո՞րն է։ Այդ էս ռուսներն է պաստորում, ետ չեն մնում։ Այստեղ դամավոյի օրն են նշում, հատուկ ասացի այդ տնական ուրվականի օրն է, դե գիտեք, որքան մուլտֆիլմերում հաստատ հանդիպել եք ու դամավոյը որպես այդպեսին այդ տնական ուրվական ինքը բարի է, մի քիչ չարաճճի, բայց բարի է։ Իրադարձություններից ես առանձնացել եմ մեկ հետաքրքիր տոն, հատկապես տնային տնտեսուհիների համար։ Այդ ո՞րն է։ 1636-ին է ստեղծվել, պարզվում է Արտուկը։ Այսօր Արտուկի ծննդյան օրն է։ Հիմա գիտես, մենք ուրիշ բանի մասին ենք երազում, սիրելիս, որ շորերը կախենք, ինքն իրան Արտուկ դի։ Դե բայց կա դա գոլոշու միջոցով է տլա ստեղծվել։ Չէ, դա արդեն Արտուկ չէ։ Դա ուղիղացում է այսպես։ Դե հա նույն բանն է, արդյունքը վերջնարդյունքը նույնն է։ Խնդրում եմ, չէ, շնորհակալություն կլինի չանենք։ Մարզվում է։ Հա, ծանր հարթուկով։ Ճանդր չի, հիմա լավ թեթև հարթուկ։ Դե կապ չունի, անընդհատ մկանները չարժում։ Դուք հարթուկ արեք, անում օգնում ենք, ինչու՞, մենք օգնում ենք։ Մանավանդ որ այսքան հավաքվում են այդ հարթուկները։ Գնանք լավ խաղ ասեմ տնային տնտեսուհիներին։ Եթե ստիպված եք ու տարբերակ չկա, պիտի արդյոք անեք ու շատ է, որևէ ֆիլմ եք միացնում, թեկուզ հեռախոսով, ականջակալներ դնում անլար եւ թե ֆիլմ վերցրեք, որ չկենտրոնանաք անդադար պատկերի վրա եւ միևնույն ժամանակ զբաղվում եք, այսինքն համատեղում եք հաճելին օգտակարի։ Կինս էլ միացնում է ֆիլմ եւ արդյոք ես էլ եմ այդպես անում։ Գնանք ծնունդների հատված, տեսնենք ովքեր են ծնվել, այսօրն է ծնվել գրող, հասարակական քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող, Նև ճանապարհորդ Զորի Բալայանը, նրա ծննդյան տարեթիվն է 1935։ 1961 թվականի այսօրն էլ ծնվել է հայ թատերական գործիչ Արթուր Էլբակյանը։ Գնանք առաջ։ Նաև Բորիս Պաստերնակի ծննդյան օրն է այսօր, ռուս հռչակավոր գրողի մասին է խոսքը, նա ծնվել է 1890։ Ֆուտբոլային աշխարհ տեղափոխվենք, իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին է ծնվել 1988-ի այսօրը։ Նա Սասուոլո ակումբի եւ Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպանն է, լուրջ։ Եվ իհարկե եւս մեկ ծնունդ կա Ռեալ Մադրիդի մանկապատանեկան հավաքականի ֆուտբոլիստ Արմեն Սիմոնյանն է ծնվել 2009-ի այսօրը։ Հարուստ չէր իհարկե օրվա օրացույց իրադարձությունների տեսանկյունից, բայց ունենք այնինչ ունենք, բայց կարծում եմ շատ կարևոր թեմա ենք այսօր բարձրաձայնելու անվտանգ համացանցի հետ կապված, որովհետև այո, այնտեղ էլ է պետք մաքրություն անել, այնտեղ էլ պետք է պատասխանատվության զգացում ունենալ, այն որ մարդիկ ասում են, որ սա իմ հարթակն է, իմ պատն է, ես ինչ կուզեմ կասեմ, ոչ, եթե ձեզ բացի ձեր բարեկամներից, ԽԾԲ-ից ու ընկերներից այլ մարդիկ են հետևում, ուրեմն արդեն ունեք պատասխանատվություն եւ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր տեղեկություն, որ ներկայացնում եք հենց ձեր անձնական պատով, դա եւս պետք է լինի հավաստի, որովհետեւ ապա տեղեկատվությունը մեղմ ասած լավ բան չի։ Մինչ մեզ կմիանա ռադիոլերի մեր գործընկերը եւ մինչ մենք կլսենք եւս մեկ կատարում եզրափակելով այս եթերաժամը, ես ունեմ այս պայն տեղեկատվություն վարորդների համար,
Խոսքը վերաբերում է մայրաքաղաքային երթևեկության, ինչպես արդեն գիտենք, 3 նաև այսօր մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ։ Մասնավորապես այսօր արդեն փետրվարի 10-ին տարբեր ժամերի կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում, Աբովյան Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում, մասնավորապես Պուշկին Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։ Այս բյորն էլ դիմացեք մեքենաների համար էր, չէ՞, փակ։ Այո, վարորդների համար է, մարդկանց համար բաց է, այնպես որ զբոսնեք անձրևի տակ, ինչու ոչ։ Եվս մեկ անձրևային կատարում Արմենկայից, որից հետո արդեն դիմավորեք լրատվական թողարկում ուղիղ եթերում։ Եվ մշուշոտ մի հին փողոց, մարախով և անձևոտ մի լուր անցորդ, որ մեր շպտում է նա, և մեր խոսում է նա, այդ անցորդը գուցե դու ես կամ էլ ես, որ փնտրում ենք դու միշտ ինձ իսկ ես էլ ես, որ մեր շպտում ես դու, և մեր խոսում եմ ես. Որ մեր չպտում եմ ես, և մեր խոսում ես դու, եկ անցորդ հերանանք մեր մշուշի մեջ, ոչ անձև, ոչ մարախուղ չեն հասնի մեզ, երբ դու կասես բարև, կշպտաս նաև. Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուր լրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսին եւ տիկնոջը Ուշա Վենսին։ Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել եւ գրել. «Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսին եւ տիկին Ուշա Վենսին»։ Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսի հանդիպումը։ Հայաստանի վարչապետը եւ ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ջեյմս Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի հետ ունեցած պայմանավորվածություններին։ Վարչապետը շեշտել է, որ երկկողմ հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, փաստացի արձանագրելով ռազմավարական գործընկերության նոր փուլ։ Այսօր մեր հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ, բայց շատ կարեւոր է, որ փոխնախագահի հետ մենք ընդգծեցինք հետագա զարգացման մեծ պոտենցիալը, նշել է Փաշինյանը։ Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ մասնավորապես փոխնախագահ Ջեյ Վենսին անձնական ներդրման համար։ Հայաստանի Մարգարա բնակավայրի հետ սահմանին գտնվող Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներն արագացել են, ինչը կդառնա Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորագույն կամուրջներից մեկը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Իգդիրի նահանգապետ Ֆիրատ Թաշոլարը ստուգել է անցակետի վերակառուցման եւ արդիականացման աշխատանքների ընթացքը։ Նա հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90%-ն արդեն իրականացվել է։ Նշվել է, որ անցակետի բացման նախապատրաստումը շարունակվում է առանց ընդհատումների։ Երկար սպասված լուրը Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը, մոնետիզացիան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Մենք ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ, հոգ տանելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգին։ Մենք ակնկալում ենք այս դրական զարգացումների շարունակական զարգացումը մեր ամերիկյան գործընկերների հետ համատեղ եւ պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի եւ տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ, գրել է նախարարը Հայրապետյանը։ Մի քանի լուր օրվա միջազգային լրահոսից Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին այսօր կայցելի Օման, որտեղ անցած շաբաթավերջին իրանական պատվիրակությունը ամերիկյան կողմի հետ բանակցել էր Օմանի միջնորդությամբ։ Լարիջանին կհանդիպի Օմանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ կքննարկի տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները, հաղորդել է իրանական 15 գործակալությունը։ ԱՄՆ-ի եւ Իրանի դիվանագետներն անցյալ շաբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման եւ փոխադարձ սպառնալիքների ֆոնին։ Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաեւ Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ։
Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային մրցավազքին, եթե տարածաշրջանի այլ երկրներ ունենան նման զենք, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Հարցը պետք է դիտարկել ընդհանուր ռազմավարական իրավիճակի համատեքստում, անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել կտրուկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկա հավասարակշռությունը։ Օրինակ այն երկրները, որոնք խնդիրներ ունեն Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենք ունենալու, եւ մենք հավանաբար ակամայից կմիանանք այդ մրցավազքին, CNN Թուրքին ասել է Ֆիդանը։ Միաժամանակ Թուրքիային արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ միջուկային զենքի արկայությունը պարունակում է սպառնալիքներ եւ ռիսկեր ու դա կլիներ անցանկալի։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով Իրանը միջուկային զենք չունի եւ չկա նաեւ ատոմային ռումբ ստեղծելու ցանկությունը։ Եվրամիությունը մտադիր է սև ցուցակում ներառել 42 լցանավեր եւ առաջին անգամ պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների Ինդոնեզիայի եւ Վրաստանի նավահանգիստների նկատմամբ ռուսական նավթով գործողությունների համար։ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում հաղորդում է Reuters-ը, հղումանելով Եվրամիության անդամ պետություններին հաստատման համար Եվրոպական հանձնաժողովին ներկայացված փաստաթղթին։ Գործակալության տվյալներով այդ պատժամիջոցները վերաբերում են Վրաստանի Կուլիևի տերմինալին եւ Ինդոնեզիայի Քարիմում նավահանգստին։ Բացի դրանից գործակալությունը պնդում է, որ Եմեն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Տաջիկստանի, Լաոսի եւ Ղրղստանի բանկերի նկատմամբ եւ վերացնել երկու չինական բանկերի նկատմամբ պատժամիջոցները։ Եվրոպական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ 20-րդ փաթեթում առաջին անգամ կփորձի լիակատար արգելք դնել ռուսական նավթի ծովային փոխադրման առնչվող ցանկացած գործողության։ Այսքան այժմի համար տաղավարում էր Կարեն Ղազարյանը, ռադիոլուրը թարմացված տեղեկատվությամբ եթեր կվերադառնա ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Ամայի այս փոցում Ուր վարվում են ու հանգչում Ուր գալիս են ու գնում Պատկերները անձրևի Այս չկա այնտեղ պատկերը, որ սպասում եմ ես Գիշերով Տերևներն իջնում են ցած Եվ իջնում են և պարում, պարելով ինձ հիշեցնում Քո աչքերը մոլորված, ախ եթե լսեիր իմ ձայնը այս գիշեր դու սիրելիս Այս անձևի, դատակ են փողոցները Այս անձևի, տխուր են իմ աչքերը Այս անձևի, իզուր են խոստումները Եթե չկա քո սերը այս անձևի Դատակ են փողոցները այս անձևի Տխուր են իմ աչքերը այս անձևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը
Սիրո աշնանայգին հորինված այն մերին որ երկում եմ քեզ համար այս անձրևի դատարկ եմ փողոցները այս անձրևի տխուր են իմ աչքերը այս անձրևի իզուր են խոստումները Եթե չկա քո սերը այս անձրևի դատարկ են փողոցները այս անձրևի տխուր են իմ աչքերը այս անձրևի իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Սուրճ ու սեր առավոտից 19:12 մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր եւ կրկին ասում ենք բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, այո, եթե սեր կա, ոչ մի օր էլ մռայլ չի։ Կարևորը սերն է եւ նաեւ ջերմությունը, որ դուք եք փոխանցում մեզ հարգելի ռադիոլսողներ։ Օնլայն հարթակում Ծովինար Գևորգյանն ասում է, որքան էլ մռայլ օրը լինի, այն ձեզ հետ պայծառ է։ Շնորհակալ ենք Վիգեն Եղիազարյանը մեզ սուրճ ու քաղցրավենիք օնլայն տարբերակով ուղարկում է բարի լույս, ինչքան էլ օրը անձրևոտ, թող մեր օրը լինի ջերմառատ։ Այո, ամեն ինչ մեր ձեռքում է եւ մեզնից է կախված։ Հասմիկ Ավետիսյանը ողջունում է։ Արգելիներս ինչպես միշտ ձեզ հետ եմ թեկուզ աշխատավայրում, ինչ վերաբերում է Արթուկին, իմ ամենօրյա ընկերն է։ Միանում եմ ընկերուհիներիս եւ միաժամանակ Արթուկս անում, սիրում եմ ձեզ չաթով զրուցում էլի Արթուկ անելուց։ Արթուկել եւ ռադիո լսել։ Այո, սա էլ է շատ լավ տարբերակ, որ ռադիո լսեք հարգելի ռադիոլսողներ, սա այո, թեպետ երազում ենք, որ կգա մի օր, որ այդ Արթուկն էլ մեկ կնոպկայի միջոցով տեղի կունենա։ Ոնց որ օրինակ երազելը վնաս չէ։ Այո, մեկ կնոպկայով մուտք ենք գործում համացանց, պտտվում ենք, շրջում ենք աշխարհի տարբեր վայրեր, որովհետև այնտեղ տարածություն չկա, ժամանակ էլ չկա ի վերջո։ Այո, հիշեցնենք, որ այսօր անվտանգ ինտերնետի միջազգային օրն այն նշվում է ամեն տարի փետրվարի 2-րդ շաբաթվա 2-րդ օրը, սկսած արդեն 2004 թվականից։ Եվ այս պայմաններով ուզում ենք ողջունել մեր հյուրին ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանին, ասում ենք բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին համար։ Առավոտից խոսում ենք, որ մաքրությունը պիտի պահենք նաև համացանցում, ու դա գալիս է առաջին հերթին մեզնից։ Եվ հաճախ մարդկանց թվում է, որ իրենք եթե համացանցում են, օնլայն տիրույթում են, ուրեմն ձերբազատված են շատ պատասխանատվությունից եւ ինչ ուզեն կարող են իրենց թվում։ Կբացեն fake անկետա եւ ինչ ուզես։ Ված բաներ կանեն։ Այս չարաճճություններն ու խուլիգանությունները, որ գոյություն ունեն, կամ մարդ, որ իրեն թույլ է տալիս աղտոտել համացանց։ Հայհոյանքներ գրել կոմենտներում իրական կյանքում բոլորովին այլ է։ Այ ոնց անենք, որ իրականն ու համացանցը այդ առումով համատեղելի լինեն։ Դե առաջնային երևի թե վարքագիծն է շատ կարևոր մարդու թե համացանցում թե կյանքում, բայց համացանցում կարևոր է ինչու, որովհետև դրանից բխող կախված է թե ինչպես քեզ համացանցը կարձագանքի, այսինքն ինչ տեղեկատվություն քեզ կներկայացնի, ինչ քո վարքագծին համապատասխան գովազդներ քեզ կներկայացնի կամ ինչ
ենթադրենք համապատասխան քո հետաքրքրություններին, այդ շատ կարևոր է վարքագիծը եւ իհարկե իրազեկված լինելը, այսինքն եթե դու իրազեկված ես, դու գիտես վտանգը քեզ որտեղից է սպասում, այդ դեպքում շատ ավելի ճիշտ է դու քեզ պահում համացանցում։ Կյանքում մի քիչ ուրիշ է իհարկե, բայց համացանցը ինքը իրենով թելադրում է քո վարքագիծը։ Որոնք են հիմնական նպատակները ձեր կազմակերպության, որ կրում ինտերնետ հանրություն վերնագիրը։ Մեր հիմնական նպատակները, գիտեք ինչն է, իրազեկել, ինչի մասին որ խոսեցի, բայց բացի իրազեկումից նաև սովորեցնել, հա, այսինքն ինչպես ճիշտ պահել համացանցում, ինչից օգտվել վստահելի ռեսուրսներից կամ որը անվստահելի է չօգտագործել, որպեսզի հետագայում այմ ասած վարքագծից ելնելով, այո, մեդիագրագիտությունն է, շատ ճիշտ եք, մեդիագրագիտությունն է եւ իհարկե համագործակցությունը, այսինքն գործընկերների հետ հետագայում աշխատելը եւ այդ ամեն ինչը զարգացնել ճիշտ ուղղությամբ։ Մեր կազմակերպությունը արդեն 34 տարի, 34 տարի արդեն գոյություն ունի եւ get.hi.am դոմենային անունները ինքնին արդեն կարևորվում են համացանցում, որովհետեւ հասցեն հավաքելով, այո, դու առանց հասցեի ինտերնետում չես հայտնվում։ Իհարկե տեխնիկները մի քիչ ուրիշ ձևով են հայտնվում համացանցում առանց տառեր հավաքելու, թվեր հավաքելով, բայց իհարկե հասարակ մարդկանց համար շատ կարևոր է ճիշտ գրագետ հասցե գրանցել, հասցեն օգտագործել եւ այդ ամեն ինչը ապահով պահել թե հեռախոսում, թե համակարգչի մեջ։ Հետաքրքիր մի կարևոր մանրուքի մասին խոսեցիք, որ շատ հաճախ օգտատերերը չեն մտածում այդ ուղղությամբ, խոսքը վերաբերում է ալգորիթմներին, այսինքն ինչի վրա դու կանգ առար երկար ժամանակ, նա հասկանում է, որ դա քեզ հետաքրքրում է եւ սկսում է նման տեղեկություն քեզ բերել։ Այս պարագայում ստացվում է, եթե աղբի վրա ես կանգնել, իսկ աղբը համացանցում շատ է, ցավոք սրտի, եւ որքան վատ կոնտենտ, այնքան շատ լայքեր, սրտիկներ, փուչիկներ, այս պարագայում ստացվում է, որ ինքնաբերաբար մեկ աղբի մոտ կանգնեցիր եւ քո ալգորիթմը քեզ բերում է նմանատիպ վատ կոնտենտ։ Գիտականները հաճախ ասում են ինչ դու վերցնում ես, ինչ գիտելիք վերցնում ես, սպառում ես, այդ չափի էլ քո ուղեղը աճում ու զարգանում է։ Ստացվում է, որ այստեղ ուղեղի աճ եւ դեգրադացում է ինքնաբերաբար տեղի ունենում։ Ինչպես անենք, որ նաեւ ճիշտ օգտվենք, որ համ ալգորիթմը հանկարծ մեզ սխալ չհասկանա։ Եվ այս պարագայում չախտոտենք նաև մեր ինտերնետ միջավայրը։ Վարքագիծ ասելով ես հենց դա էլի նկատի ունեի, այսինքն պարզ բաներ գոյություն ունեն, հա, համացանցից օգտվելու օրենքներ, օրինակ, եթե դուք օգտագործում եք էլեկտրոնային հասցեն պետք չի դնել շատ պարզագույն password-ներ, հա, այսպես ասեմ, գաղտնաբառեր, կամ եթե դրել եք որևէ գաղտնաբառ, որը արդեն 6 ամիս է նույն գաղտնաբառն եք օգտագործում կամ չգիտեմ ժամանակատար փոխեք այդ գաղտնաբառը թարմացրեք հազիվ մի կերպ 6 ամիս անց հիշել ենք այդ գաղտնաբառը որից փոխենք դա դաշնապան եք ասել տարբեր գործիքակազմեր կան որով որ հնարավոր է ես ինքս էլ ես որևէ գաղտնաբառ չեմ հիշում որովհետև դա անհնար է այդ ծավալի գաղտնաբառը հիշել մարդկային ուղեղը չգիտեմ հազվադեպ մարդիկ կկարողանան այդ ամեն ինչը տեղավորել գլխի մեջ բայց պահելով որոշակի գործիքակազմի միջոցով այդ գաղտնաբառը չգիտեմ WhatsApp օրինակ եթե օգտագործում են WhatsApp-ում պետք է երկու քայլանի օթենտիֆիկացիա հա այս վերջին շրջանում հատկապես դա բոլոր մեսենջերներին է վերաբերում որովհետեւ չկարողանան ձեր օգտահաշիվը կոտրեն օգտագործեն վատ նպատակներով հիմա օրինակ բանկային համակարգին եթե գանք հավելվածը որը որ դու քաշում ես այնտեղ մի քանի этаպով է չէ քեզնից պահանջվում իդենտիֆիկացիա լիներ դա դու ես թե դու չես անգամ լինում են դեպքեր որ ինչ գործարք ես անում եկե բանկից զանգ է գալիս այդ ամեն ինչը արմանրամար որ դու ապահով քեզ զգաս քո օգտագործվող համացանցային գործիքների մեջ այստեղ մի բան էլ հեռախոսները թույլ են տալիս նաև դեմքի միջոցով face-ով Face ID-ն, այո։ Հա, կախված ոնց որ ֆիրմայից, նաև այդ բրենդերը իրենցով։ Չնայած հիմա ինձ թվում է բոլոր հեռախոսներն են այդպիսի հնարավորություն տալիս, հա։ Գրեթե բոլոր։ Այո, գրեթե բոլոր։ Մի ժամանակ որոշակի ֆիրմաներ կային, դե չենք նշում ֆիրմաները։ Անունները չենք տալիս, բայց ունենք զանգ։ Այո, ունենք զանգ։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարի լույս։ Ողջունում եմ ձեզ։ Մաղթում եմ Այո, Անահիտ Ավետիսյան քաղաքարտաշատ, ես համաձայն եմ Տիգրանի Լուսինեի հետ մի առումով, որ ինչպես մենք մեր շրջակա միջավայրում, մեր ապրելակերպով, այնպես էլ համացանցում ես պետք է կոռեկտ պահենք, որովհետև մենք սրանով ոչ մեկին ոչինչ չենք անում, ինքներս մեզ ենք աղտոտում, մեր ոչ գեղեցիկ պահվածքով։ Ես ուզում եմ մեկ-երկու հարց ունեմ ձեր հյուրին, ողջունում եմ, մաղթում եմ լավ օր։ Օրինակ կան երկրներ
որոնք այսպես որոշել են, որ այս տարիքից այն տարիքը, ասենք, այդ երեխաները իրավունք չեն ունենալու արգելք է դրվելու ինտերնետի օգտվելու սոցցանցերից։ Այդ հետաքրքիր է, ինչպես է էլի դա լինելու, որովհետև ցավոք սրտի շատ հարցերում մեր ծնողներն են մեղավոր, հեռախոսները տալիս են երեխաների ձեռք, ասում են մենակ ինչ չխանգարի գործ անեմ, ինչ ուզում է թող անի, ոնց ուզում է թող խաղա, եւ երկրորդ հարցը չեք կարծում, որ պետք է համաշխարհային մասշտաբով կլինի, ոնց կլինի, եթե տվյալ անձը Facebook-ում կամ սոցիալական ցանցերում քննարկումների ժամանակ իրեն կոռեկտ չի պահում, հեռացնեն այդ համակարգից, որ աստիճանաբար մի քիչ այդ տիրույթն էլ էլի մաքրվի այդ հայհոյանքներից, այդ վիրավորանքներից։ Օրինակ ես դες մի օրինակ բերեմ, ես ճիշտ է, ասենք ուրիշների օգնությամբ եմ օգտվում սոցցանցից, ես օրինակ ամանորի սկզբին անկեղծ կլինեմ, ինչ-ինչ հարցերում չհամաձայնվեցի հանրային ռադիոյի հետ, բայց ես այնքան կոռեկտ արտահայտվեցի, որ ոչ ոքի չնեղացնեմ։ Ես ունեմ կարծիք արտահայտելու իրավունք, բայց դա պետք է այնքան կոռեկտ անենք, որ ոչ մեկի չվիրավորենք։ Այսինքն հնարավոր չի այսպես ոնց ասեմ, էլի մի քիչ մաքրենք համացանցը օրենսդրական միջոցներով կամ եւ ընդհանրապես ոնց է արգելք դրվել երեխաների։ Շնորհակալ եք հարցի համար, շատ արդիական հարց։ Բլոկավորվում են ժամանակ առ ժամանակ։ Բլոկավորվում են, եթե իրենց, այսինքն համացանցում տեղադրված ինֆորմացիայի մեջ կամ որոշակի բառեր, որոնք որ այդ ձեր ասած ալգորիթմները կարողանում են որսալ եւ բլոկավորում են։ Բայց եթե գանք արգելափակման դաշտ, այստեղ երկու մոտեցում կան։ Երկրներ կան, որոնք որ արգելափակում են որոշակի տարիք մինչեւ կամ օրինակ Ավստրալիայում այդ օրենքը արդեն գործում է, ինչքան գիտեմ, մինչեւ 16 տարեկան։ Վստահ չեմ, կամ մի քիչ ներքև ավելի։ Բայց խափում են տարիքը մուտք են գործում։ Այդպիսի գործողություններ կան, բայց հաշվի առնելով, որ այդ խաղերի կամ մնացած տիրույթում, հա, երեխաների տարածվածությունը, այսինքն տարիքային սահմանափակում դնելը նաև ծնողի վրա է պարտասխանատվություն դրվում։ Բայց մենք այստեղ էլի գալիս ենք նույն դաշտ, այսինքն ծնողը պետք է այդքան իրազեկված լինի, տեղեկացված լինի, որ հասկանա, որ օրինակ երեխայի տարվածությունը խաղով իրան կարա տանի շատ ուրիշ ուղղությամբ կամ օրինակ ծանոթացնի շատ վտանգավոր մարդկանց հետ, որոնք կարող են իրենից գումար կորձել եւ ես դա ասում եմ ամենափոքր ոնց որ վտանգը, որը կարա իրան սպառնի եւ ընդհանուր առմամբ նայեք, արգելափակումը կա օրենսդրական դաշտում արգելափակում, բայց ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է իրազեկված լինելու մակարդակը բարձրացնել, որպեսզի մարդիկ իրենք կամովի այդ դաշտ չգնան։ Արգելափակել ինտերնետը կարծում եմ այսօր արդեն սահմանադրությամբ որոշակիորեն ազատությունների արգելափակում կարա առաջացնի, հա։ Մի փոքր դրա հետ այդքան էլ համամիտ չէ, չնայած եթե այլ ելք չկա, ուրիշ տարբերակ չկա եւ ինչ որ մի բան շատ վատողությամբ է գնում, բարձր արգելափակելը միակ տարբերակն է։ Ինչպես ներազդել է այդ դեպքում մարդկային հոգեբանության վրա, որպեսզի մարդը չգնա այդ քայլին եւ ճակերտներում ասած չախտոտի համացանց։ Ներեցեք էլի, բայց մակարդակի հարցել է այս ինֆորմացիայի պակասի խնդիր կարա լինի եւ նաեւ այդ ամենը պիտի սկսվի ոչ թե արդեն այն ժամանակ, երբ որ խնդիրը ի հայտ է եկել, այլ կանխարգելիչ միջոցառումների միջոցով։ Այսինքն դպրոցներում, մանկապարտեզներում եւ ոչ միայն երեխաների հետ աշխատել այն մարդկանց հետ, ովքեր որ այդ երեխաների հետ աշխատում են, այդտեղից պիտի սկսվի։ Միայն ընտանիքի վրա այդ պատասխանատվությունը դնելը սխալ է, բայց նաեւ ընտանիքը այդտեղ պիտի շատ կարևոր դեր խաղա։ Այստեղ մի կարևոր հանգամանք նշեցիք, ծնողի վրա է դրված, այ երբ ծնողը իրազեկված լինի եւ գիտակից կկարողանա նաեւ երեխային ճիշտ բացատրել, որ համացանցում այս խնդիրները կան, երեխաները հիմա բոլորն են խաղում, նույնիսկ հեռախոսով զանգում են իրար եւ միասին խաղում են ինչ-որ խաղ օնլայն։ Այս պարագայում երբ երեխային հարցնում ես, օրինակ, ինչ ես խաղում, վտանգներ կա, ասում է հանգիստ եղիր, ես գիտեմ դու ինձ բացատրել ես, այ անծանոթների հետ չեմ խաղում, անծանոթների հետ չեմ մտնում կոնտակտի մեջ։ Կոնտակտը պիտի լինի երեխայի հետ, այդ ընկերություն անելը երեխայի հետ, հասկանալ իր հետաքրքրությունները եւ մի քիչ ուսումնասիրել, այսինքն գրագետ լինել։ Ինչ խաղեր են խաղում երեխաները։ Հա, ինչ է խաղում, ինչ այդ խաղը իրան տալիս։ Արդյոք ծնողներս շատ կերազենք որոշ խաղեր, որպեսզի իսկապես արգելափակվեին եւ այդ խաղերը ընդհանրապես չլինեին, բայց այդուհանդերձ դրանք գոյություն ունեն։ Այն ինչը կապված է կյանքի հետ, այսինքն կյանքին վտանգ կարա սպառնի, դա պարտադիր չի ֆիզիկական վտանգ, դա կարա հոգեվոր վտանգել, հոգեկան վտանգների բերի, այսինքն շեղվածություն առաջացնի, երեխան դառնա պարփակված, հա, այսինքն վարքագիծը նաև կյանքում, հա, պիտի ծնողին հուշի
Արդյոք երեխայի հետ ինչ-որ բան կատարվում է թե ոչ, եւ եթե դա համացանցի հետ է կապված, այնքան գրագետ պիտի լինի նաեւ ծնողը, որ կարողանա շատ ճիշտ քայլերով երեխային այդտեղից հանի։ Ինչ անենք, որ համընդհանուր կա այդ խնդիրը։ Կիսատ ինֆորմացիա, վերնագրով մենք դրա մասին խոսեցինք Տիգրանի հետ։ Վերնագիրը կարդում են, ենթադրություններ են անում, ամեն մեկը հասկանում այնպես ինչպես հասկացել է եւ որոշում է, որ նյութը դրա մասին է։ Դա մեդիագրագետություն է համակարգը։ Եվ չեն նայում, թե աղբյուրը որտեղից է եկել։ Ֆակտ չեքինգի գործիքներ գոյություն ունեն։ Ոնց անենք, որ հանրությունը նաեւ Նայեք, շատ բարձ բաներ այդտեղ կան։ Պետք է նախ հասցեն ստուգել, այսինքն արդյոք այդ հասցեն ինչքան ժամանակ է աշխատում է կամ մտնում են բարձ, հա, որտեղից է ռեսուրսը, միայն լինկը դնելը բավարար չի, հա, այդ ռեսուրսը տպագրման ամսաթիվը հաճախ։ Այստեղ շատ կարևոր բան ասեցիք, պետք է, բանալին պետք է, որը չեն անում։ Հա, եթե հասկանան, որ դա վտանգավոր է եւ իրանց ուղեղը ախտով լցվում է, հա, այսինքն ամեն ինչ չի որ պետք է, որպես հիմք ընդունել համացանցում, եթե տեղադրված է։ Դա պետք է ստուգես։ Եթե կայքում է տեղադրված, այդ կայքը պետք է ունենա սերտիֆիկատ, հա, այսինքն այդ HTTPS-ը Եթե չկա, ուրեմն այդ կայքերը իմ համար կոնկրետ ես իմ օրինակով ասեմ, դա իմ համար վստահելի կայքեր չեն։ Ես այդտեղից ոչ առևտուր եմ անում, ոչ փորձում եմ ինֆորմացիա ստանալ։ Այսինքն ընդհանուր առմամբ կան շատ պարզագույն բաներ, որը կարելի է ստուգել։ Եվ եթե այդ քայլերով դու գնում ես, հավանականությունը, որ դու կսխալվես կամ քեզ սխալ ինֆորմացիա կհասնի, մի քիչ ավելի պակասում է։ Ալարում են։ Դե ռիլերի, կարճ ռիլերի աշխարհում ենք հիմա նույնիսկ 2 ժամանոց ֆիլմ դիտելը դա հերոսություն է արդեն։ Դա այդպես է փաստացի իրականում։ Համացանցը շատ կարդալու մասին, չէ։ Չէ, գիրք սկսել են կարդալ, ուրա, մենք տեսնում ենք, որ երիտասարդները օրինակ աուդիոգրքեր եք կարդում թե թղթային։ Ես կարդում եմ Kindle-ով գրքեր, ոչ թղթային, բայց ոչ էլ աուդիո։ Հա, այսինքն կարդում եմ, բայց էլեկտրոնային տարբերակով։ Տիգրանը նախընտրում է գիրքը։ Ես գիրքն եմ նախընտրում։ Ես էլ եմ գիրք նախընտրում անկեղծ։ Ես կցանկանայի լսել նաև ձեր կարծիքը առասարակ կեղծ անկետաների վերաբերյալ, կա արդյոք ֆեյքերի մասին անդեմ, հա, գրեթե դատարկ կամ չգիտեմ անհասկանալի անուններով անկետաների մասին է խոսքը, երբ մարդը իրեն ապահովագրում է, որ ունենալով նման մի քանի ֆեյք անկետա կարող է գրել, հա, ինչ ցանկանում է եւ ինչպես պայել իրեն համացանցում։ Արդյոք պայքար նման անկետաների դեմ։ Նայեք, ամեն մարդ ինքը պիտի որոշի, արդյոք դա իր համար պայքարի առիթ է թե չէ։ Ես օրինակ այսպես ասեմ, եթե տեսնում եմ որևէ կոմենտ, որը արված է այդ ձեր ասած fake մարդու անունից, դա իմ համար արդեն արժեք չի ունենում։ Այսինքն վստահ է արգելափակում նման անկետաները։ Դե չկա այդպիսի իրավունք, որ արգելափակես, այսինքն մարդը ազատ է գործի, ինչպես որ իրեն հարմար է, հա, հարմար ասելով, ինչպես որ ինքը ուզում է, լավ, այդպես ասեմ, հարմար։ Թաքնված, այո, թաքնված տարբերակով, բայց եթե շրջապատը լինի ավելի իրազեկված, այսինքն շրջապատը պետք է իրան կողքի գտնվող, հա, մարդիկ պետք է հասկանան, արդյոք այս կոմենտը, որ ինքը դրել է, արժեք ունի իրանից թե ոչ, եւ արդյոք արժի դա լսել կամ որևէ կերպ այդ կարծիքը հաշվի առնել։ Դե այնուամենայնիվ կարդում են, բայց ես կարծում եմ դա կլիներ բավականին արդյունավետ զսպող մեխանիզմ, երբ արգելափակեին մեկ այլ օգտաշիվ կբացի, մեկ այլ օգտաշիվ կբացի, հա։ Ուղղակի ուշադիր ես նայում, քեզ friend request-ով է ուղարկում, եթե նմանատիպ կասկածելի է, ուղղակի չես ընդունում նաև հայտերը։ Մենք ուրիշ խնդրի առաջ ենք կանգնած, հարգելի սիրելիներ։ Խոսում ենք մեդիագրագիտության մասին, դեռ դա ամբողջությամբ չենք սերտել եւ չենք ընտելացել մեդիագրագիտությանը, եկել է հասել է ուրիշ խնդիր։ Շատ դեպքերում AI-ով ստեղծված վիդեոներ, օգտահաշիվներ, որտեղ ամբողջությամբ մարդ չէ, այլ AI-ն է գեներացնում ամեն ինչ, եւ դու այդ վիդեոները չես էլ կարողանում տարբերակել իրականից։ Այստեղ էլ է խնդիր առաջանում, մենք շատ շուտով կկանգնենք այլ խնդրի առաջ։ Fake-ը կգնա մի կողմ, մենք այստեղ կունենանք AI content, մենք արդեն ունենք, ու այստեղ չենք կարողանա դա տարբերակել։ Ինչ վտանգներ այստեղ կգան մեզ։ Առաջի քայլը մտածելն է, այսինքն երբ որ ինչ որ ինֆորմացիա տեսար, թեկուզ fake real-ը, հա, այդ տարբերակում անգամ մի քայլ պետք է կանգնել եւ մտածել, թե չէ մենք սովորություն ունենք, չէ, մի անգամ հավատում ենք այն ինչ որ։ Ասում են ինտերնետում էր գրած։ Հա, ինտերնետում չէ։ Ոչ ստուգում են ինչ տեղից է այդ ինֆորմացիան եկել, ոչ այդ fact checking հասկացություն կա, չէ։ Կարող է բոլորը այդ գործիքակազմին չեն տիրապետում եւ դա բնական է, բայց AI այսօր այնքան է զարգացել, որ ամեն ինչ կարա այնպեսի սարքի, որ քեզ թվա, որ իրոք իրականություն է դա։ Ցավոք սրտի, բան չունեմ ասելու, բայց մի երկու տենց փոքր քայլեր կան, որով կարելի է ստուգել, տեսնել օրինակ այդ աղբյուրը որտեղից որ դու դա կարդում ես, արդյոք վստահելի է թե չէ, ինչքան ժամանակ ինքը գոյություն ունի, եւ դա շատ պարզագույն քայլեր են։
Պարզակույն քայլերը նաև այսօր կարծես նորաձև է դարձել, ամեն մեկը խաղի է վերածել եւ փորձում է ChatGPT-ի հետ շփում ունենալ, նույնիսկ նեղ անձնական ինֆորմացիաներ կիսվել, խորհուրդ հարցնել, ու այս բժշկական խորհուրդներ են հարցում ասեմ։ Դա կատաստրոֆա է, դա չեն քննարկում այդ որոշել են, որ աբոն կարող է իրենց բուժել բժշկի հաճախելու Վիկիպեդիան էր ժամանակին իմել արդեն ChatGPT-ն։ Ու այստեղ ուրիշ խնդիր էի հայտ գալիս, մենք հաշվի չենք առնում եւս մեկ մենք չենք ուսումնասիրել աբոյի վարքագիծը եւ թե ինչպես է նա գործում այս բaragայում եւ հաճախ աբոն տալիս է քեզ այնպիսի ինֆորմացիա հաշվարկելով թե դու ինչ ես ուզում լսել, որը էլի չի համապատասխանում իրականությանը։ Մենք հայտարարակ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել ինտերնետային առումով, որովհետեւ ինչ որ առումով տկլոր ենք գիտելիքի, հա, չենք հասցրել ամբողջությամբ վերցնել, իսկ AI-ն էլ շատ արագ տեմպերով է զարգանում։ Ստեղ ես մի խորհուրդ կարող եմ տալ իմ անձնական էլի օրինակից, երբ որ ես մի բան եմ հարցնում, բայց վստահ գիտեմ ինչ եմ հարցնում։ Դա զուտ փորձելու համար։ Իմանայք, արհեստական բանականությունը ինքն իրենով գոյություն չի ունեցել, չէ՞։ Դու իրեն սովորացնում ես, այո, ինֆորմացիան տալիս ես, ու քանի որ գիտեմ հարցը, որ տալիս եմ եւ սխալ պատասխան եմ ստանում, ես փորձում եմ ուղղել, ասում եմ, գիտես, սա սենց է։ Դե մենք էլ ենք այդ ճիշտ է տարբերակն է, հա։ Իրականում այդպես պիտի արվի, որպեսզի հաջորդ ինձնից հետո մոտեցողը իրեն ճիշտ պատասխանը ստանա կամ գոնե ընտրության հնարավորություն։ Դուք նկատել եք, որ հիմա արդեն արհեստական բանականությունը 1-2 տարբերակ է տալիս։ Նենց չի, որ մի տարբերակով բավարարում է, որ տարբերակը կցանկանաս։ Ըստ քեզ որ տարբերակն է ավելի լավը։ Այսինքն որ հումորներ է անում ձեզ հետ։ Էդ էլ է անում, էդ էլ է անում։ անում։ Քեզ հետ է, ես եկա պապրաստոմու, այդ պապրաստոմունը ռուսերեն է գրում։ Ես հիմա ուրախանում եմ, որ հայերեն բովանդակությունն էլ է բավականին զարգացել։ Անձամբ ես օգտագործում եմ արհեստական բանականությունը նամակագրության մեջ, այսինքն տիրապետ ոչ այդքան լավ տիրապետելով, հա, որպես մայրենի լեզու չի, չէ՞, իմ համար անգլերենը, այ անգլերեն գրելուց եւ նամակներ օգնում է բավականին գրագետ, այո։ Այստեղ գրագետ մոտեցումն է պետք, որպեսզի աբոն լինի քեզ օգնական, այլ ոչ թե քո փոխարեն աշխատող։ Ես նաև կցանկանայի խոսեինք այլ լսել ձեր կարծիքը սկրոլինգի վերաբերյալ, երբ մարդը անverջ թերթում է ինչ-որ բան, այդ 3 վայրկյանանոց տեսանյութերը, նույնիսկ վերջերս Եվրամիությունը դիմել է չինական TikTok-ի ղեկավարությանը, որպեսզի այդ վարակիչ, այսպես կոչված ինտերֆեյսում փոփոխություններ մտցվեն, որտեղ մարդը մտնում է TikTok եւ անդադ մատով, մատի մեկ հպումով այդ սկրոլ է անում, թերթում է անընդհատ եւ ընդհանրապես վայրկյաններ է անցկացնում միջև հաջորդ տեսանյութը, որը շատ այսպես բթացնող ազդեցություն է ունենում։ Ես էլ եմ անում մեկ անկեղծ։ Մենք բոլորս ենք հիմա Եվրամիությունը պաշտոնապես դիմել է TikTok-ի ղեկավարությանը վերանայել այդ scroll ասված իրենց մոտ ինտերֆեյսը գուցե։ Այսինքն որ scroll չկարողանաս անել։ Որ դու մտնում ես եւ կարծես խրվում ես այդ scroll-ինգի մեջ։ Մեկ րոպեով մտնում ես, բարձում է 1 ժամ այնտեղ ես։ Վայրկյաններ դու որում չես նայում տեսանյութը ամբողջությամբ։ Չէ, ես նայում։ 3-4 վայրկյան մարդը թերթում։ Այն ինչը հետաքրքրում է նայում ես, այն ինչը չի հետաքրքրում չես նայում։ Բայց այստեղ ելքը գիտեք որ նա արգելափակել է, չի միևնույն է, ես դեմ եմ արգելափակել։ Չէ, վերանայման մասին է նախ արդեն չես կարող։ Բայց ճիշտ բովանդակություն, ճիշտ կոնտենտ ստեղծելու մեջ է խնդիրը։ Այսինքն եթե կան վատ ռոլիկներ, այդ վատ ռոլիկները սկրոլ անելով կանցնի եւ կկանգնի ճիշտ կոնտենտի վրա։ Բավական է դուք 4 վայրկյան դիտեք այդ վատ կոնտենտը եւ արդեն սկսում է դա բերել։ Հա, բայց եթե քանակությունը կոնտենտի շատ է լինում, ինքը արդեն այդպես չի ալգորիթմը աշխատում, որ բերում է միայն այն ինչը որ դու ես նայում։ Ինքը բերում է տարբեր բաներ։ Դու որի վրա որ մի քիչ երկար կանգնեցիր, ենթադրենք։ Եթե հետաքրքրող ինֆորմացիա եղավ, երկար կկանգնես, հաջորդաբար քեզ կբերի արդեն դրան համապատասխան ինֆորմացիա։ Ինձ չի հետաքրքրում այդ կոնտենտը, բայց այդ բոլորը չեն օգտագործում, ցավոք, որովհետև շատ լավ տարբերակ է նաև այդ տարբերակը։ Այստեղ մենք խոսեցինք երեխաներից, բայց կարծում եմ շատ երեխաներ ավելի գիտակից են մոտենում համացանցում իրենց վարքագծին, քան մեծահասակները։ Այս սերունդը արդեն պատրաստ է այս արագ ընթացքին, ինչը չես կարող ասել մեր մասին, մենք մի քիչ ավելի դանդաղ ենք այդ ամեն ինչին։ Հա, դե հենց այդ իրազեկման եւ դասընթացների գործընթացն է, որը ինտերնետ հանրությունն է անում, միտվածա տարիքով մարդկանց, մենք անգամ դասընթացներ ենք անցկացրել մեծահասակների հետ, որովհետեւ տեսեք իրենք այդ կապը, հա, ընտանիքում փոքրի հետ, փոքրը այդքան հավես չի ունենում մեկ-մեկ բերի տատիկին կամ պապիկին սովորացնի, ինչ պետք է ինքան անի, որ օրինակ անգամ պարզագույն տաքսի կանչի, հա։ Իսկ այս պարագայում, երբ որ համ նրանք են իրազեկված
լինում, համ երեխան կարա ինչ որ ձևով օգնի, համ կապն է ստեղծվում, համ ինտերնետը դառնում է իրանց միավորող միջոց։ Հաճախ երեխաներն են մեզ օգնում որևէ հեռախոսի խնդրի հետ կապված, մեծացել է էկրանը, փոքրացել է եւ մեր երեխաները ասում են դե սպասիր հիմա կուղեմ եւ շատ արագ է հարցը լուծում են։ Այո, մենք սկսել ենք սովորել որոշ հարցերում մեր Դե դա նորմալ է, ամբողջ կյանքի ընթացքում է պետք է սովորենք։ Ինչպես անել զերծ մնալու տարատեսակ ինտերնետային հիվանդություններից։ Այո, Սա վերջին հարցն է, խորհուրդ։ Ուրեմն նայեք, տարատեսակ հիվանդությունները միևնույն է, էլի գալիս է մարդու գլխի մեջ, չէ՞, այդ ամեն ինչը, այսինքն եթե դու վտանգը գիտես որտեղից կարող է գալ, քեզ ցանկացած ինֆորմացիա կարան տան, դու պետք է ընտրես։ Ինֆորմացիան ընտրովի պետք է լինի։ Չպետք է ինչ տան, ամբողջը վերցնես, օգտագործես կամ համարես, որ դա ճիշտ է կամ քեզ պետքա կանե։ Այսինքն այն ինչը որ առաջին հերթին դու տեսնում ես, միա պետք է ստուգես։ Այստեղ շատ կարևոր է ուղեղիդ պարունակությունը ինչով ես լցնում դեղին մամուլով մի սահմանափակվեք աշխարհը այնքան գեղեցիկ ու հետաքրքիր է այնքան հետաքրքիր տեղեկություններ կան այդ նույն TikTok-ում եթե ասում ենք այնքան լավ կոնտենտ կա եթե ճիշտ կոնտենտի վրա ես կապ դե հենց այդ կոնտենտի գեներացման մակարդակը բարձրացնելու կամ քանակը ավելացնելու միջոցով կարելի է այդ հարցերը բոլոր լուծել։ Ձեր խորհուրդը անվտանգ ինտերնետի միջազգային օրվա հետ կապված։ Ուշադիր եղեք եւ ամեն հարցումներին մի պատասխանեք, այ ուղղակի մի փոքր ստուգեք, անգամ եթե վստահելի անձ է, բայց տեսեք ով է, ինչ է, ում ընկերն է կամ դրեք այդ բոլոր փասվորդների փոփոխությունները, եթե այս պահին ինչ որ մեկը կա որ իմ ասած ժամկետից ավել պահում է փասվորդներ, փոխեք։ Это я. Это ты, пожалуйста։ Չեմ փոխի հազիվ եմ հիշում։ Չէ, կան օրինակ ես բանով եմ անում, Google Password-ով եմ դա։ Մի բան էլ, այստեղ մենք Այլ վտանգավոր է։ Իմիջիալոց մի բան էլ, այստեղ մի նրբություն էլ կա, որ բոլոր տարբեր սոցիալական էջերում մարդիկ կան, օրինակ ես դա այդպես չեմ անում, նույն փասվորդն են դնում, որ չմոռանան։ Դա առաջի խնդիրն է։ Այդ փոխեք բոլոր միանման փասվորդները։ Ձեր լավ հիշելը այդտեղ բացարձակ կարևոր չի։ Դուք գտեք ճիշտ գործիքակազմը, եթե Տիգրան օրինակ նշում է որ Google Password-ը իր համար ապահով։ Ես փասվորդը կպայեմ բարձից տակ թղթի վրա գրված։ Բանկի հաշիվներում էլ գումար չի կարելի պահել, չէ՞, այդ մոտեցումն է։ Բայց իրականում կան տարբեր գործիքակազմեր, կարելի է ստուգել դրանց ոնց որ ռեյտինգներով եւ տարբեր բաներ կան։ Հեռախոսների մեջ էլ կա հատուկ փասվորդներ։ Այդ նույն հեռախոսների փասվորդները կարելի է սինխրոնիզացիա անել նաեւ քո համակարգչի հետ։ Այսինքն տարբեր գործիքակազմեր կան, որը պետք է հետաքրքրվել, ուսումնասիրել եւ տեսնել որն է քոնը եւ որտեղ դու քեզ ապահով կզգաս։ Հիշենք, որ այո, ինտերնետի ապահովությունը եւ մաքրությունը սկսվում է հենց մեզնից։ Հենց մեզնից։ Շնորհակալ ենք։ Մենք նվերներով էինք եկել։ Ինչ եք, խնդրեմ, տվեք։ Սա Տիգրանին։ Ստված այսօր ամանորի եթերը։ Ամանորը, Սա դες լուսնեկան, այո։ Մենք կլուսանկարվենք։ Անպայման։ Տեսնենք ռադիոլսողները։ Հայ, շատ լավ նվերներ ունենք։ Իմիջիալոց եթերի հետ կապված շատ լավ նվեր։ Հեռախոսը դնելու։ Հրաշալի է, ուղղակի շնորհակալ եմ։ Հիշեցնենք մեր զրուցակիցների ինտերնետ հանդրություն հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։ Ձեզ լավ օր եմ մաղթում։ Ձեզ էլ շնորհակալ եմ։ Փոխադարձ շնորհակալ ենք։ According to all sources, the streets, the
Get yourself wet, girl. I know you want to. I feel so neat when the about to begin. Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 42, փետրվարի 10-ը, օրը 3 շաբթի, դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո լսողներ, մաղթում ժպիտ, դինամիկ, ակտիվ, լավ օր եւ իհարկե հաճելի տրամադրություն եւ առաջարկում ենք մի քիչ ուղեղը լարել ու սկսել, որովհետեւ Վիկտորինայի ժամն է։ Ունենք Մրցանակ ունենք 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարով զանգահարում եք, անվտանգ ինտերնետի հետ կապված ուրախ մեր Վիկտորինային եք մասնակցում եւ դուք կապ չունի։ Perfect Smile շատամնաբուժական ընկերության 20% զեղչի քարտը ձերը կլինի հարգելի ռադիո լսողներ, եթե զանգահարեք եւ ճիշտ պատասխանեք ուրախ Եթե ատամի խնդիր ունեք 20% զեղչով կարող եք այցելել եւ հավելենք նաեւ որ եթե օգտվեք Perfect Smile-ից, ապա ձեր յուրաքանչյուր վճարած գումարի 1%-ը գնում է կենթանիների խնամքին եւ պահպանմանը, այսպես։ Դա էլ իմացանք։ Մինչ դուք կզանգահարեք, մենք ունենք եւս on-line հարթակում 2 նամակ։ Կարնեմ Կրչյանն անդրադարձել է մեր զրույցին, երբ խոսում էինք գիրքը կարդալուն եւ ասացինք ուրախություն մեծ, որ արդեն սկսել են շատ կարդալ։ Բարի լույս սիրելիներ, դուք միշտ զարդարում, գեղեցկացնում ու ջերմացնում եք մեր առավոտները, գրում է Կարինե Մկրչյանը։ Ձեզ մաղթում եմ անխափան եթերներ, Լուսինե ջան, քո ժպիտն ու ծիծաղը ջերմացնում է իմ հոգին, հատկապես երբ դրսում մռայլ է ու անձրև։ Գալի ձայնագրել քո ծիծաղը եւ լսել նման եղանակներ, ինչու ոչ։ Դա այնքան անկեղծ ինքնաբուխ է Տիգրան ջան։ Ես ձեզ շատ եմ սիրում, ջերմ բարևներ, մեր թիվ 36 գրադարանից ու ընթերցողներից։ Փոխադարձ բարևներ։ Հասմիկ Ավետիսյանն է գրում, չկարողացա չանդրադառնալ գիրք կարդալուն, ես գրադարանավար եմ, հիմա գնալով ընթերցողների քանակ ավելանում է, ինչը շատ ողջունելի է, գիրք կարդալը մի ուրիշ հաճելի ու մնայուն երևույթ է։ Շատ կարդացեք գրքեր, գրում է Հասմիկ Ավետիսյանը։ Ահա, իմացանք արդեն։ Մենք սպասում ենք ձեր զանգերին, հարգելի ռադիո լսողներ, 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է։ Եվ ատամնաբուժական կլինիկայից նվերը, զեղչի քարտը սպասում է նրան, ով կհաղթի, բայց շատ զվարճալի հարցեր ենք առանձնացրել ձեզ համար, ահագին կուրախանանք։ Լարվելու կարիք չկա այսօր։ 553702 No matter how hard I try, you keep pushing me aside and I can't break through. There's no talking to you. It's so sad that you're leaving. Takes time to believe it. But after all is said and done, you're gonna be the lonely one. Oh, do you believe in life after love? I can
10:47 մենք ունենք զանգ այս պահին եւ տեսնենք ով է մեզ միացել, ով է պայքարելու մրցանակի համար։ Բարի լույս։ Դուք եթերում եք, բարև ձեզ։ Բարև ձեզ, ներկայացեք։ Ես Աննան եմ։ Շատ հաճելի է Աննա, պատրաստ։ Ամեն օր ձեզ լսում եմ, ամեն առավոտ աշխատանքի եմ գնում, ճանապարհս երկար է, մի ձեր հետ եմ գնում։ Այն հաճելի է, շնորհակալություն։ Այո։ Պատրաստ եք։ Աշխատավայրում ասում ես, որ այսինչի միջազգային օրն է, այսօր քամուսն օրն է։ Այո, այդպես։ Այսօր մի քիչ ուշացել եմ աշխատանքից, ճանապարհին էի, զանգեցի եւ միացա ձեզ։ Վայ, շատ հաճելի է, շատ ուրախ ենք։ Փաստորեն դուք մեր տեղեկությունը փոխանցում եք նաեւ ձեր գործընկերներին, որոնք չեն լսում։ Այո, բավականին լավ տեղեկություններ, այդպես ինֆորմացիա գնում եմ առավոտյան աշխատանքի։ Շատ հաճելի է, հրաշալի է։ Այո, մեր ռադիո լսողներն ուրիշ են, էլի, հոզորով չի։ Պատրաստ եք մեր ուրախ Վիկտորինային։ Հա, պատրաստ եմ։ Դե գնացինք, անվտանգ ինտերնետի հետ է կապված, անվտանգ համացանցի։ Քո բախտնաբառը պետք է լինի առաջին տարբերակ 1 2 3 4 5 6 դասական, ինչպես հայկական քյաբաբը օրինակ։ Երկրորդ տարբերակ բարդ, երկար ու միայն քեզ հայտնի, եւ երրորդ տարբերակ մայրիկի տանունը պլյուս ծննդյան օրը, որ բոլորը իմանան։ Դե բոլորը երեքն էլ նշում են, բայց իրականում հավանաբար երկրորդը։ Այո։ Դուք ճիշտ եք։ Այո։ Հաջորդը պատրաստ եք։ Այո։ Անծանոթ կայքը գրում է. Դուք շահել եք վերջին մոդելի հեռախոս։ Ինչ պիտի անեք դուք։ Առաջին տարբերակ՝ սեղմում եք մինչև աչքերը կփայլեն։ Երկրորդ տարբերակ՝ ուղարկում եք բոլոր ընկերներին եւ երրորդ տարբերակ՝ չեք սեղմում։ Հասկանում եք խայծ է։ Դե կոնկրետ ես միանշանակ չեմ սեղմում, որտեղ միանշանակ գիտեմ, որ Կեցեք դուք։ Միանշանակ ճիշտ էիք։ Արդեն մրցանակը ձերն է, բայց եկեք երրորդն էլ կարդանք։ Այո։ Եթե ինտերնետում ինչ-որ մեկը ձեզ նյարդայնացնում է կամ վախեցնում, առաջին տարբերակ լռում եք ու ձեր հույսը դնում եք Աստծո վրա, երկրորդ տարբերակ բլոկ եք անում ու հայտնում մեծերին վստահելի անձանց եւ երրորդ տարբերակ նույն կերպ սկսում եք նրան վիրավորել։ Չէ, բլոկ եմ անում միանշանակ։ Այո։ Իհարկե, դա ավելի գրագետ է։ Ինչ հաճելի է, որ Կեցեք, որ մենք ունենք մեծագրագետ այո, ռադիո լսող։ Մրցանակը ձերն է։ 3 հարցին էլ ճիշտ պատասխանեցիք։ 3 էլ է, շնորհակալ եմ ձեզ։ Այո։ Դուք մի անջատեք հեռախոսը, որպեսզի պայմանավորվեն պայմանավորվեք եւ ունեք զեղչի քարտ ատամնաբուժական կլինիկայից։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ։ Լավ օր ձեզ։ Շնորհակալ ենք։ Այո, ձեզ։ Ստեսություն։ Ինչ հաճելի է։ Ok, dale mi hermano, Lucenzo with the Kings, Chico and the Gypsies. Vamos, alegría mi gente. Ese amor llega así de esta manera. No tengo la culpa. Caballo me has salvado, porque muy despreciado por eso. No te perdono llorar. Ese amor llega así de esta manera. No tengo la culpa. Amor incumplimentado, amor desde el pasado. Ven, Belén, ven, Belén, ven, Belén, ven, ven, Belén, ven, Belén. Bambolea, bambolea, porque mi vida yo la prefiero vivir así. Bambolea, bambolea, porque mi vida yo la prefiero vivir así.
Լավ տրամադրությամբ շարունակում եք միասին անցկացնել ձմեռային առավոտը 3 աստիճան այսպես Երևանում Եվ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել Տիգրան ջան այսօր playlist-ն այնքան իմ Ինչ անում ենք դες համար մոտեր այնքան սրտովս էր շնորհակալ եմ ել ավելի ակտիվացա ջերմացա լավ չի էլի որ շատ ակտիվացա բայց ինչև է օթային տարածքներ ասենք որ 2 աստիճան էլ կջերմանա եղանակ այսօր իսկ անձրևն էլ դե կլինի ասենք դե անձրև կլինի որոշ հատվածներով քաղաքին ձնախարարն անձրև Մինեղվեք ժպտացեք Ժպիտով, որովհետև բան չեք կարող անել։ Մի բանի վրա որ չեք կարող ասնել, պարզապես պետք է հարմարվել, ուրախանալ, ժպտալ եւ եղանակը այսպեսին է, վերջ պիտի հարմարվեք։ Ունենք թարմացումները անհրաժեշտ տեղեկատվության, այս բան ինֆորմացիան վերաբերում է օթային տարածքին։ Այո, ժամանումների սանդղակում եթե դիտարկում ենք, ապա շարժայի օթանավը, որ պիտի վայրեջք կատարեր 11:20-ին, վայրեջք է կատարելու 13:10 րոպեին հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ վայրեջք ունենք Բրատիսլավայի օթանավը 13:30-ի փոխարեն վայրեջք է կատարելու 13:11-ին վաղաժամ է այս տարբերակը մեկնումների սանդղակում դե բնականաբար շարժայի օթանավը ուշ է հասնելու հետեւաբար ուշ էլ կթռնի 14:10-ին է տեղի ունենալու թռիչքը եւ մնացածը կարծես նորմալ է կան նստեցումներ բարի ճանապարհ մաղթենք բոլոր այն մեր ռադիոլսողներին որոնք հիմա պատրաստվում են մեկնել այլ երկիր եւ բարի գալուստ ասենք նրանց ովքեր վերադառնում են Մայրաքաղաքում նիշը ծանրաբեռնվածության երթևեկության 7 բալ է այս պահին ունենք 1 վթար ազատություն Հրաչյան Ներսիսյան Խաչմերուկին մոտ եւ բնականաբար ազատության այդ հատվածը վեր բարձրացող հատվածը Լամբադա մոստից, այսպես Լամբադա կամուրջից դեպի վերև բարելով մի գնացեք զգուշ ծանրաբեռնվեց արդեն խցանում կա այդտեղ այնպես որ մեքենայով մի քիչ հարմար չի էլի այդ լամբադան բարել փորձեք շրջանցել Կարծես թե այսքանը անհրաժեշտ տեղեկատվության առումով եւ ժամանակներ նույնիսկ մենք հրաժեշտ տանք մեր ռադիոլսողներին։ Մի տեսակ չենք ուզում հրաժեշտ տանք, բայց տարբերակ չունենք։ Դրա համար ժպիտով ձեզ ասում ենք հաջողություն, լավ օր։ Տիգրան Հարությունյան Եվ Ռուսինե Մուրադյան։ Կհանդիպենք։ She's